Դու գեղեցիկ ես, դու բարի ես, դու խելացի ես, բայց երբեմն ծիծաղելի, դու յուրահատուկ ես, դու գանձ ես, դու նուրբ ես, բացև շատ ամուր ես, դու թանկարժեք ես, դու Աստծո սիրած ստեղծագործությունն ես, դու ամեն բան կարող ես հաղթահարել, դու ունես զորություն, որը հիացնում է տղամարդկանց, դու կարող ես դիմակայել կյանքի բոլոր դժբախտություններին, դու հիվանդ ժամանակ բժշկում ես և երջանկություն պարգևում, դու ուզում ես ողբալ, բայց փոխարենը ժպտում ես, ուզում ես լացել, բայց երգում ես, դու պայքարում ես այն ամենի համար, ինչին հավատում ես, դու ամբողջությամբ քո անձը դնում ես ընտանիքիդ բարօրության համար, դու հպարտանում ես եղբորդ ամեն մի քայլով, դու անվերապահ սիրով ուրախանում ես երեխաներիդ հաջողություններով, դու ես դժվար պահին ամուսնուդ բարձրացնում, չնայած իրավիճակներին դու քո մեջ գտնում ես ապրելու ուժը, բայց դու մի թերություն ունես, դու մոռանում ես քո առավելությունների մասին, միշտ հիշիր, թե որքան հիանալի ես դու արժանի ես ավելին, քան մտածում ես, դու սիրված ես քո Աստծո կողմից, սիրիր քեզ ու քո կյանքը, դու հաղթող ես, դու ուժեղ ես, դու զորավոր ես։ Կարդա Աստվածաշնչյան կին հերոսների մասին, քո մեջ կա այն նույն ուժը, որը կար Եսթերի, Մարտայի, Հռութի և Մարիամի մեջ, նրանք փոխեցին աշխարհը, և հիմա դու պետք է գտնես քո մեջ այդ նույն ուժն ու ազատ արձակես, ահա թե ով ես դու կենդանի որդու դուստր ես, և այո, դու հրաշալի ես։